Բաքվում զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել եվրոպական կառույցների դեմ։ Պատճառը Հայաստանի ու Եվրամիության միջև գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրում է։ Բաքվի իշխանություններն այդ փաստաթուղթը հակաադրբեջանական են որակել։ Հարևան երկրի արտգործնախարարությունը սպառնում է Բրյուսելին ու պահանջում է վերանայել Երևանի հետ ստորագրած փաստաթղթի դրույթները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կոնկրետ ինչն է ստորագրած փաստաթղթում այդքան զայրացրել Բաքվի դիվանագետներին։ Երեք Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով դատապարտում է եւ դժգոհություն է հայտնում այդ ստորագրած փաստաթղթի կապակցությամբ։ Հիշեցնեմ, փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 6-րդ նիստի ավարտից հետո։ Այն իսկապես մեզ համար կարևոր փաստաթուղթ է, քանի որ հայանպաստ լուրջ այսպեսի ձևակերպումներ ունի եւ կարելի է հայկական դիվանագիտության ինչ-որ իմաստով հաջողություն համարել։ Ադրբեջանին անհանգստացնում է մի քանի հանգամանք, թվարկեմ նրանցից մի քանիսը։ Առաջինը դժգոհել են այն կապակցությամբ, որ Արցախի հայերին փաստաթղթում անվանել են փախստականներ եւ կա այսպիսի ձևակերպում. Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետևանքով տեղահանված մարդիկ։ Ադրբեջանում համարում են, որ ոչ մեկ չի տեղահանվել, այլ տեղի է ունեցել ինքնական միգրացիա, քանի որ հայերը մերժել են Ադրբեջանի առաջարկած ռեինտեգրացիայի ուրեմն տարբերակը։ Մեկ շաբաթվա ընթացքում 100,000 հայ լքում է տարածքը եւ դա համարվում է ինքնական ռեինտեգրացիա։ Երկրորդը, ինչը դժգոհեցրել է ադրբեջանցիներին, դա այն է, որ հիշատակվում է միջազգային դատարանի վճռի պահանջը կատարելու անհրաժեշտությունը։ Հիշեցնեմ, վճիռը պահանջում է, որ Ադրբեջանը պայմաններ ստեղծի արցախահայերի վերադառնալու համար։ Ու տարօրինակ կլիներ, եթե Եվրամիությունը այլ դիրքորոշում ունենար այս հարցում, քանի որ միջազգային դատարանը այն ատյանն է, որի վճիռները պարտադիր են կատարման համար, հա։ Երրորդը, հիշատակվում է, որ Եվրամիությունը աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ ծրագրին, Ադրբեջանում համարում են, որ ոչ մի խաղաղության խաչմերուկ գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Զանգեզուրի միջանց կոչված իրենց պատկերացրած ծրագիրը։ Հաջորդը հիշատակվում է Եվրամիության դիտորդական առաքելության մասին, Ադրբեջանում համարում են, որ այդ դիտորդական առաքելությունը ընդամենը հակաադրբեջանական քարոզչական գործիք է, որը հայտնվել է հայերի ձեռքում։ Եվ վերջապես հինգերորդը հերթականն է, հիշատակվում են Ադրբեջանում այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված հայերը եւ իրենց անվանում են գերիներ։ Ադրբեջանում պնդում են, որ իրենց անհրաժեշտ է անվանել ոչ թե գերի, այլ ծանր քրեական հանցանք կատարած անձնավորություններ։ Եվ վերջապես վերջինը Ադրբեջանում համարում են, որ իզուր են Եվրամիության ներկայացուցիչները խոսում Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային։ Այսպիսով ամփոփելով այս ամենը, Բաքվի դիվանագետները համարում են, որ այդ փաստաթուղթը հակաադրբեջանական է եւ որ լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսանում։ Եվ ամենակարևորը, որ համարում են, որ այս փաստաթուղթը ստորագրած Հայաստանը այսպիսով առիթ է տալիս կասկածելու, թե արդյոք իսկապես լուրջ է տրամադրված խաղաղասիրական այս նախաձեռնությունները կատարելու իրականացնելու հարցում։ Եվ ամփոփելով ադրբեջանցի դիվանագետները ասում են, որ սպասում են Հայաստանից եւ Եվրամիությունից կոնկրետ քայլեր, այս մեջբերում եմ վնասակար դիրքորոշումները վերանայելու համար։ Պնդում են, որ շարունակելու են ուշադիր հետևել դեպքերի զարգացմանը եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, եթե իրենց դուրը այդ քայլերը չգան։ Իսկ ինչ խնդիր են փորձում լուծել Բաքվի իշխանությունները այդքան կոշտ քննադատության հնչեցնելով Եվրամիության հասցեին։ Կարծում եմ երկու նպատակ են հետապնդում այդ քայլով։ Առաջինը դա պատրվակ էր Եվրամիության դեմ նոր արշավ սկսելու համար։ Փորձում են հակադրել Եվրամիությանը Միացյալ Նահանգներին եւ դուրս մղել Եվրամիությանը
տարածաշրջանային այս գործընթացներից։ Դա նկատվում է Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներից, վերնագրերից, մեջ բերեմ նրանցից մի քանիսը։ Օրինակ մեկը, Եվրամիությունը ինստիտուցիոնալիզացնում է հայկական նարատիվները։ Մյուսը, դա ոչ թե իրավական որոշում է, այլ հայերի լոբիստական պարտադրանքը։ Հաջորդը, Եվրամիությունը սեպ է խրում Բաքվի եւ Երևանի միջև հարաբերություններում։ Մյուսը, Ադրբեջանը բռնել է հայերին եւ եվրոպացիներին սադրանքի վրա։ Ադրբեջանական քարոզչական մեքենան մոբիլիզացնում է իրենց սպասարկող եվրոպացի վերլուծաբաններին վարկաբեկելու համար եվրոպական կառույցները, որոնք ստորագրել են այս փաստաթուղթը։ Իդեպ նշեմ, որ հունգարացիները քիչ չեն այդ վերլուծաբանների շարքում։ Նաև ադրբեջանցի քաղաքական գործիչներին են պարտադրում, որպեսզի հանդես գան այս փաստաթղթի մեկնաբանությամբ։ Օրինակ նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը կոչ է արել Ադրբեջանի քաղաքական իշխանություններին կոշտ պատասխան տալ Եվրամիությանը, իսկ Հայաստանի ղեկավարությանը նա կոչ է արել պարզաբանել, արդյոք հայ դիվանագետները ինքնուրույնություն չեն թույլ տվել այս փաստաթուղթը մշակելիս, քանի որ իր տպավորությամբ հազիվ թե Հայաստանի վարչապետը կարող է իրենց նման կարգադրանք տալ, որպեսզի այդ ոճով փաստաթուղթ մշակեին։ Իսկ երկրորդ մոտիվացիան, որը վստահ եմ նույնպես կա այս դեպքում, փաստորեն հիմք են ապահովում անհրաժեշտության դեպքում հրաժարվելու իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց։ Այսինքն մեղադրել, որ հայերը չեն հետևում իրենց ստանձնած պարտավորություններին եւ ուստի Ադրբեջանը եւս պարտական չէ կատարել ստանձնած պարտավորությունները։ Արդյոք պաշտոնական Երևանը գնահատական տվել է, որևէ մեկնաբանություն տվել է Բաքվի հնչեցրած այս հայտարարությունների գնահատականների հետ կապված։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ասել է, որ պատրաստ չի մեկնաբանել Ադրբեջանի այս կեցվածքը, բայց հավաստիացրել է, որ պոզիտիվ դիրքորոշում կա ոչ միայն Երևանում, այլ նաև Բաքվում, իսկ Հայաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն այդ գործընկերության հայեցակարգը, օրակարգը մեջբերում է միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Շնորհակալություն ասեմ։